Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել հաղթանակի օրվա մայիսի 9-ի առթիվ նա ընդգծել է, որ ֆաշիզմի դեմ պայքարում իր ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը։ Ըստ կառավարության ղեկավարի այսօր աշխարհը առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի եւ նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի ժողովրդի պետության ազատության եւ երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենևին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել։ Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի։ Ի հեճուկս բոլոր ներքին եւ արտաքին սադրանքների Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, ընդգծել է վարչապետը։